Բարի լույսներ, ժողովուրդ ջան։ Ես նորից գտնվում եմ Տաշիր առևտրի կենտրոնում, հայկական ապրանքանիշերի խանութում եւ այստեղ ես ձեզ ուզում եմ ներկայացնեմ հիմա հայկական պայուսակների արտադրողին։ Ասեմ, որ սա շատ որակյալ պայուսակների խանութ է, իտալական կաշիներով, այսինքն չենք սպասում ինչ որ էժան գներ։ Եվ մեզ է դիմավորում այս մեծ պայուսակը, ով կուզենար շաման պայուսակ։ Բարև ձեզ։ Մանանատնօրենն է այս խանութի, որը կոչվում է Ամորե։ Այո, սև։ Կպատմեք, ներկայացնեք ձեր արտադրանքը։ Մենք 2002 թվականից հայկական շուկայում ենք արդեն, 20 տարի այս տարի դրանում։ Ամբողջ հումքը ներմուծում ենք Իտալիայից, կաշին, եթե շատերը տեղյակ չեն, ասեմ, որ շատ բազմազան է իտալական կաշին, շատ հնային առումով ոչ միտեղ չի կրկնվում, այո, հնային առումով չի կրկնվում ընդհանրապես։ Ամբողջ հումքը այնտեղից ներմուծում ենք, այստեղ արտադրում ենք, 750-ից ավել մոդել ենք հասցրել արտադրել այս տարիների ընթացքում։ Սկսենք անցնենք գներին, այս պայուսակ օրինակ ինչ արժե։ Պայուսակի արժեքը 60,000 է, ինքը նապակաշվի տեսակ է, տակ ամբողջությամբ նակատ է, օգորգիլոսի։ Բոլորը կովի կաշվով են կարվում, բայց նակատ է արվում, ցանկացած ինտերել, ինչ ցանկանում եք, ընտրություն ունենք մեծ։ Շատ մեծ տեսանականի կա, ասենց Սա մեր տեսականում կարելի ասել ընդհանրապես 15-20%-ն է։ Դուք ունեք նաև Վայլբերիսում եք վաճառում, այո։ Մենք Վայլբերիս մտանք, այո, այս տարի, հենց մի քիչ դժվար ժամանակաշրջան մտանք, բայց այնտեղ մենք արհեստական կաշի ենք ներկայացնում, այստեղ որոշ տեսական նկարություններ դարձ։ Որոշեցինք այնտեղ արհեստականով փորձենք, տեսնենք ինչ կստացվի, հետո արդեն Ինչ արժե է ստացվում։ Այս պայուսակի արժեքը 54,000 է, ինքը երկուսը մեկում է։ Իրան կարող ենք համ այսպես կրել, բացի դրանից ինքը նաև իր հետ ունի գոտի, որը հետևի կողմից գցվում է եւ արդեն որկատեղին ենք ամրացնում։ Սատյանում կաշիներն են։ Միջին արժեքը ինչքան է։ Միջին արժեքը մեր 40,000-ն է։ Շատերն ասում են թանկ է, այո, բայց ես հենց ուղում եմ անում։ Միգուցե ձեզ համար մատչելի չի, բայց եթե կաշվե պայուսակ եք ուզում բռնել, ապա Իսկ մատչելի կաշվե պայուսակներ ինչ արժեն, այդպես բան կա։ Չկա այդպիսի հասկացողություն, որովհետև արդեն կաշին ինքն իրեն արդեն արժեք է իրենց ներկայացնում, ինքը հատուկ մշակում անցնում, ժամանակի առումով երկար, ասենք, մենակ իտալական կաշին իրան ժամանակ է պետք, որ այդ ներկա ամբողջության ճիշտ ձև կաշին իր մեջ վերցնի ու արդեն դա բացի դրանից մենք մեկ կաշվե պայուսակը մեկ օրում է կարվում։ Արհեստական պայուսակը մի օրվա մեջ կարող է 20 հատ կարել։ Այս կաշվե պայուսակը process ունի, որը պետք է սպասել, սոսինցը չորանում անա, այն մյուսը քայլը պետք է անել, այն մյուսը ու ավտոմատ մեկ պայուսակը մեկ օրում է։ Բայց նկատի ունենալով, որ ձեր կաշները իտալական են, ես ենթադրում եմ, որ կան ավելի մատչելի կաշիներ, չէ՞, որ ավելի Դե, այսպես ասեմ, եթե խոսում ենք Իտալիայից ներմուծած կաշի Հայաստանում կարված պայուսակներ, որպես այդպեսին չկա։ Հանեն դեպս ես չեմ ճանաչում, արդեն 20 տարիս աշխատանքի մեջ եմ։ Շատ են ասում իտալական կաշի, բայց պայուսակի գնին արդեն նայելով, կողքից մարդը դրա մեջ է, ես հասկանում եմ, արդեն այդ կաշվի գինը թույլ չի տալիս, քեզ դու այդ պայուսակը 20,000-ով վաճառես։ Այդտեղ պետք չի մեծ ինչ-որ թվաբանություն իմանալ, որ հասկանալ։ Ես ուզում եմ ներկայացնեմ ձեզ մեր 2 տարի արդեն աշխատում ենք այս մատերիալը, սա կոչվում է կանվաս։ Հայաստանում դեռ ոչ ոք չի աշխատում, սա սիլիկոն է, որ շատերը հասկանան սա այս մատերիալին իրենց ինչ է ներկայացնում, ասեմ սրանով աշխատում է հանրահայտ Louis Vuitton բրենդը։ Եվ մենք առաջինն ենք, որ սկսեցինք, դեռ ոչ ոք չի աշխատում տվյալ մատերիալով, 9 պրինտ ունենք, մեր Ամորեին է պատկանում, որից 3-ն ենք կիրառում պայուսակների վրա։ Այս նույն պրինտերով մենք ունենք նաև մեր մետաքսի շարֆերը,
Հայաստանում ընդհանրապես եթե Նայենք, հա, շարժումը։ չեն ասեմ, որ բնական կտորի վրա տպագրություն չի լինում անել։ Դրա համար այդ ամբողջը պետք է արտահանվի դուրս, այնտեղ արվի, եւ Հայաստանի երկու բրենդ ընդհանրապես կա, որ Metaxi շարժ ունի, որոնցից մեկն էլ մենք ենք։ Մենք 9 պրինտ ունենք, այսպես ձեզ ցուցադրեմ մեր պրինտերից որոշները։ Որ ուզում այդ պայուսակը գնի, կարող է նույն ոճի մեջ Միանշանակ։ վերցնել։ Մենք ունենք նաև տվյալ պրինտով թե կոսմետիկ պատյաներ, մենք նաև արտադրում ենք մեր շատ սիրուն Metaxi վերնաշապիկները նույն պրինտերով, ամբողջությամբ նայեք մեր թութակներին։ Metaxi վերնաշապիկների Ինչ արժե։ արժեքը 75,000 է, իսկ շարֆերի արժեքը 45,000 է։ Մենք ունենք sense հետաքրքիր բաներ, որոնք ընդհանրապես կարում ենք մեկ օրինակով, մենք հագուստի արտադրանքով չենք զբաղվում, բայց կողքից մենք փորձում ենք ինչ-որ առաջարկենք գեղեցիկ ինչ-որ իրեր, ինքը ամբողջությամբ 100% զբուրթ է, կտորն էլ այնտեղից ենք բերում, եւ ներսը նայեք, ամբողջ մետաքս արված, սա ինչ-որ sense մեր թիթիզ եւ ճաշակ ունեցող հաճախորդների համար է, այո, sense մշակում ենք անում։ Այսպես ինձ հետաքրքիր։ Ուսա ընդհանրապես մեկ օրինակ է կարվում։ Ասենք առաջ ամբողջ տեսականի մի հատ նայում պայուսակների։ Տեսնում մեծ տեսականի կար, ամբողջը չտեսանք։ Սենց գեղեցիկ նոր բաներ ունենք։ Ամբողջը էլի ձեռքի աշխատանք է։ Սա առանձին կարող են հանել, մեկ այլ պայուսակի մեջ դնել, օգտագործել։ Սա ամբողջությամբ ձեռքով մշակվում։ Այսպես Այստեղ դույլ է։ Այո, մեր դույլն է, որը շատ նորաձև է, իր փոքրիկ չափսն ունենք։ Սա կոնկրետ 61,000 է։ Էլի դուրս է գալիս, դա միշկալինայ կտոր է։ Սենց դե ասում եք, մենակ իտալացին սենց բան կանի։ Սա զամշա բնական։ Ոչ Թուրքիան, ոչ Չինաստանը սենց բան չի ունենում։ Սենց հետաքրքիր բաներ ունենք։ Իրոք մենակ արդեն տեսքից հաճույք է ստանում, որ մնաց կրելուց։ Փոքր ուրիշ դիզայնով։ Այո, այս մեր կանվասներն է, սա մեր երրորդ պրինտն է։ Պատվերներ ենք ընդունում ցանկացած մոդել, որովհետև առավելություն էլ հայկականի որն է, եթե չենք կարողանում մեզ թույլ տալ այն, ինչ որ մենք ուզում ենք։ 7 աշխատանքային օրվա ընթացքում պատվերները կատարվում են։ Ունենք նաև 3 ամիս պայուսակները գարանտիայի մեջ են, այսինքն թե ինչ-որ մի բան վնասվում է, մենք դա միանշանակ անվճար վերանորոգում ենք։ Պատվերներ ուղարկում եք, հա։ Պատվերներ մենք ունենք շատ ենք պատվերներ, մեր հաճախորդները մի քիչ տարբերվում են այդ խանութի, պայուսակի խանութի հաճախորդներից, ուզում են մի քիչ տարբերվեն, առանձնանան, չկրկնվի, նույնիսկ ունենք հաճախորդներ, որ գումար են վճարում մենակ նրա համար, որ էքսկլյուզիվ մենակ իրաց համար արտադրվի, եւ էլ ոչ մեկին դա չտան։ Այս հատվածում ավելի տարազային մեր հայկական նախշերով, սրանք կարպետներ են, գորգերից վերցրած հին հայկական խալիներ են, 50-60 տարեկան, իրանց վերամշակում ենք, այն աստիճան վատ վիճակում են իրանք, որ արդեն հաջորդ ճանապարհը պետք է ապամանել լինի, բայց չի լինում, ափսոս է։ Վերամշակում ենք իրանց ու վերածում ենք պայուսակներ։ Այստեղ գոբելեններն են, Եգիպտոսից ենք ներմուծում այս կտորները, էլի հայ ընտանիքա, ով այնտեղ էս գործն անում կտորների։ Այստեղ մուլտիկների տեղ։ Այո, տարբեր մուլտերոսներով անում ենք, ինչ ցանկանաք, ոնց ցանկանաք։ Ինչ արժե օրինակ էս մուլտիկով Դա դրական։ 54,000 է, ապլիկացիաները սկսվում են 20,000-ից, մի քանի մոդելներ արեցինք, որ երեխաներին էլ ծնողները կարողանան առնել, որ իսկ այս մեծերը նույնիսկ ես Ֆրանսիայից 75 տարեկան կին հաճախորդ ունեմ, ով հենց այս պայուսակն է կրում։ Այստեղ սենց սիրուն բաներ էլ ունենք, սա իտալական ծղոտ է, պատրաստի այնտեղից ներմուծված։ Ամբողջությամբ։ Հա, ասես բանը։ Միշտ է ծղոտը երբ մոտ այստեղ է։ Իսկ այստեղ աշխատանքը այստեղ ենք արել։ Սրանք արդեն մեր արտադրամասի աշխատանքներն են, սենց բաներ են։
Ավելի շուտ սա արտադրամասի աշխատանքը չի, սա մենք փորձույթ էինք կազմակերպել, փորձում էինք ընտրել լավագույններին, 10 տարբեր տեղերից դիզայներներ մեզ մոտեցան, խնդրեցինք ամեն մեկ ինչ-որ մի բան անի, այո, հետո ինչ-ինչ պատճառներով այդ միջոցառումը չկայացավ, այս պրոյեկտը կանգնեց, բայց ինչը մնացել է այստեղ սենց մի 4-5 պայուսակ ցուցադրել ենք։ Շնորհակալություն ձեզ մանե։ Ձեզ եմ շնորհակալ։ Ժողովուրդ ջան, այնպես որ իմացեք, այստեղ այս տաշիր խանութի 4-րդ թե 5-րդ հարգում կա այսպիսի որակյալ հայկական պայուսակներ։ Համեցեք։